Գիտեք, ասում են, երբեմն լռությունն ավելի բարձր է խոսում, քան ամենաթունդ խոսքերը, բայց ինչ է լինում, երբ հենց մի հոգևորական է որոշում խախտել այդ լռությունը։ Դե այսօր հենց դրա մասին ենք խոսելու։ Խոսքը Տեր-Տարոն Քահանա Հունանյանի ու իր շատ հզոր նամակի մասին է «Չեմ կարող այլևս լռել»։ Սա մի հայտարարություն է, որը կարելի է ասել ուղղակի ցնցել է հայ եկեղեցու հիմքերը։ Տեսեք, նախքան իր քննադատությունները շարադրելը Տեր-Տարոնը միանգամից հստակեցնում է իր մտադրությունը։ Նա ասում է, սա հարձակում չէ, սա աղոթք է։ Ու այս ընտրությունը շատ կարևոր է, որովհետև դա իր խոսքը դնում է ոչ թե ինչ-որ բողոքի, այլ սիրո ու բարեփոխումների ցանկության համատեքստում։ Սա մեղադրանք չէ, այլ ավելի շատ բուժման կոչ է։ Դե իսկ ինչն է ստիպում մի հոգևորականի, որ երկար ժամանակ լուռ է եղել, վերջապես խոսել։ Ինչն է դառնում այն վերջին քաթիլը, որը լցնում է համբերության բաժակը։ Եկեք միասին հասկանանք։ Պարզվում է, որ նրա լռությունը խախտելու որոշումը ծնվել է ոչ թե մենության մեջ, այլ գիտեք, համայնքի զգացումից։ Երբ նա լսում է իր հոգևոր եղբայրներին նմանատիպ ցավը, հասկանում է, որ այլևս չի կարող իր սեփական խիղճն անտեսել։ Սա արդեն դառնում է համախմբված մի ձայն, որը պահանջում է, որ իրեն լսեն։ Որպեսզի հասկանանք նրա ցավի խորությունը, պետք է մի պահ հետ գնանք դեպի ամենասկզբը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է նրա ճանապարհը սկսվել հույսով ու ինչպես է այն ցավոք վերածվել հիասթափության։ Նրա ծառայության սկիզբը լի է եղել լույսով, լավատեսությամբ։ Նա առաջնորդվել է խոնարհությամբ, սիրով ու մարդկանց ցավը թեթևացնելու շատ անկեղծ ցանկությամբ։ Հենց այս մաքուր սկիզբն էլ ներկայիս իրավիճակը դարձնում է ել ավելի ցավալի։ Ու հենց այստեղ էլ հնչում է այն հարցը, որը նրան տանջում է. որտեղ կտրվեց շղթան։ Սա այն պահն է, երբ լույսը սկսում է մարել, ու նրա հոգևոր ճանապարհորդությունը մի կտրուկ շրջադարձ է կատարում դեպի խավարը։ Ու պատասխանը, գիտեք, գալիս է ոչ թե ինչ-որ բարդ աստվածաբանական վեճերից, այլ շատ անձնական, մարդկային ցավից։ Պատկերացրեք իր ամենախոցելի պահին, երբ ամենաշատն ուներ հոգևոր ընտանիքի աջակցության կարիքը, նա զգացել է ոչ թե այդ ջերմ գիրքը, այլ մի սառը անտարբեր ինստիտուցիոնալ պատ։ Հենց այդ լքվածության զգացումներ ստիպել է նրան կասկածի տակ դնել ամբողջ համակարգը։ Այդ անձնական ցավը բացահայտում է մի շատ ավելի խորը համակարգային ճգնաժամ։ Տեր-Տարոնը չի սահմանափակվում իր պատմությամբ, այլ մատնանշում է այն կոնկրետ ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք իր կարծիքով թունավորում են եկեղեցին հենց ներսից։ Հակադրությունը պարզապես ցնցող է։ Մի կողմում մենք տեսնում ենք եկեղեցու իդեալը, հովիվը, որը մխիթարում է իր հոտին, իսկ մյուս կողմում այն սառը իրականությունը, որը նկարագրում է Տեր-Տարոնը։ Այսինքն մի քաղաքականացված, սպառնալիքներով լի միջավայր, որտեղ մարդու ցավը ուղղակի մղվում է հետին պլան։ Նրա քննադատության հիմքում մի բարձ, բայց շատ ցավալի գաղափար է։ Եկեղեցին, իր կարծիքով, կորցրել է իր էությունը։ Նա նկարագրում է մի իրականություն, որտեղ քաղաքական հռետորաբանությունը փոխարինել է Աստծո խոսքին, իսկ բյուրոկրատական անտարբերությունը սիրուն։ Մարդիկ գալիս են մխիթարություն փնտրելու, բայց դրա փոխարեն ստանում են դատապարտում։ Լավ, իսկ երբ ինչ-որ մեկը համարձակվում է խոսել այս ճշմարտության մասին, ինչ է տեղի ունենում։ Ինչ գին է պետք վճարել լռությունը խախտելու համար մի համակարգում, որը ըստ նրա պահանջում է լիակատար ու կույր հնազանդություն։ Անհամաձայնության գինը շատ անձնական է ու դաժան։ Տեր-Տարոնի խոսքերով համակարգի ներսում սերը պայմանական է, այն տրվում է միայն նրանց, ովքեր լուռ են։ Հենց որ դու սկսում ես հարցեր տալ, դու դադարում ես սիրելի լինելուց ու դառնում ես խնդիր։ Ու արդյունքում նրանց, ովքեր հարցեր են տալիս, չեզոքացնելու համար սկսում են օգտագործել շատ հզոր պիտակներ։ Գիտեք, այնպիսի բառեր, ինչպիսիք են բեղ, հակաեկեղեցական, նույնիսկ դավաճան։ Ու սրանք, հասկանում եք, ուղղակի վիրավորանքներ չեն, սրանք գործիքներ են։ Գործիքներ վախի մի ամբողջ մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ ամեն մի քննադատություն միանգամից հավասարեցվում է դավաճանության, ու լռությունը, լռությունը դառնում է ուղղակի գոյատևելու միջոց։ Եվ ահա թերևս ամենամեծ ողբերգությունը, վստահության լիակատար փլուզումը։ Երբ հոգևոր հայրերն ու որդիներն այլևս չեն վստահում իրար, քայքայվում է հենց եկեղեցու հիմքը։ Սա ուղղակի կազմակերպչական խնդիր չէ, սա հոգևոր ընտանիքի կործանում է։ Բայց գիտեք, նույնիսկ այս խորը ցավի ու հիասթափության մեջ Տեր-Տարոնի ձայնը հուսահատությամբ չի ավարտվում։ Ճիշտ հակառակը, նրա վերջին խոսքերը ոչ թե դատավճիռ են, այլ աղոթք, բուժման ու նորոգման համար։ Նրա տեսլականը ապագայի համար մի կողմից ռադիկալ է, բայց մյուս կողմից զարմանալիորեն պարզ, վերադարձ դեպի հիմքերը։ Նա կոչ է անում վերականգնել սերը, վստահությունն ու ծառայության ոգին։ Նա երազում է մի եկեղեցու մասին, որի ուժը ոչ թե իշխանության մեջ է, այլ խոնարհ ծառայության։
Իսկ թերևս իր ամենահզոր զգուշացումը նա թողնում է վերջում, մեջբերելով Աստվածաշնչից. եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն։ Սա մի շատ հզոր հիշեցում է, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, ու այն հնարավոր չէ հավերժ թաքցնել լռության պատերի հետևում։ Ու նա իր խոսքը եզրափակում է ոչ թե ուղակի կարծիքով, այլ հավատքի խոստովանությամբ։ Նրա համար լռելը նշանակում է դավաճանել Քրիստոսի օրինակին, որը փրկեց աշխարհը ոչ թե լռությամբ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելով։ Այսպիսով իր այս որոշումը ոչ թե ապստամբություն է, այլ հավատարմության բարձրագույն դրսևորում։ Գիտեք, Տեր Տարոնի նամակը մերկ մարդու պատմությունից շատ ավելին է։ Այն մի հայելի է, որը մեզ բոլորիս ստիպում է հարց տալ. իսկ ո՞րն է լռության իրական գինը։ Ինչ ենք մենք կորցնում, որպես հասարակություն, որպես համայնք, երբ վախը ստիպում է մեզ լռել։ Այս հարցի պատասխանը թերևս մեզնից յուրաքանչյուրը պետք է գտնի ինքն իր համար։